Շարունակում ենք լադերի թեման։ Իոնական եւ դորիական լադերը մենք արդեն ունենք, իսկ հիմա կառուցում ենք փրուգիական լադը, վերցնում ենք մի աստիճանը, երրորդ աստիճանը եւ կառուցում ենք մի մինոր։ Ինչու մինոր, քանի որ տեխնիկական տերցիան, առաջին տերցիան փոքր է, հետեւաբար մի մինոր կլինի։ Իսկ մի մինորը, ինչպես հիշում ենք, ունի մեկ նշան ֆա դիեզ։ Mi fa di sol la si do re mi fa di sol la si do re mi։ Իսկ փրուգիական լադում ֆա դիեզ չունենք։ Ուրեմն հետևություն, որ փրուգիական լադում երկրորդ աստիճանը ցածր է։ Ուրեմն ստացվում է մի ֆա սոլ լա սի դո ռե մի։ Իսկ հիմա լիդիական լադը եւ ֆա մաժոր լադը։ Ինչու ֆա մաժոր լադը? Քանի որ տեխնիկական տերցիան մեծ է, մեծ տերցիա է, դրա համար մաժոր գամմա է։ Ֆա սոլ լա սի բեմոլ դո ռե մի ֆա։ Լիդիական ֆա սոլ լա սի, ուրեմն չորրորդ աստիճանը բարձրացվում է։ Ոչ թե սի բեմոլ, այլ սի։ Ֆա սոլ լա սի դո ռե մի ֆա։ Իսկ հիմա վերցնում ենք սոլ մաժորը, ինչու սոլ մաժորը, քանի որ տեխնիկական տերցիան մեծ է, մեծ տերցիա է, դրա համար մաժոր կլինի։ Իսկ հիշում ենք, սոլ մաժորը ունի մեկ նշան ֆա դիեզ։ Սոլ լա սի դո ռե մի ֆա դիեզ սոլ, սոլ լա սի դո ռե մի ֆա դիեզ սոլ։ Իսկ միքսոլիդիական լադում, նորից սոլ նոտայից երբ որ կառուցենք միքսոլիդիական լադ, կստացվի մեր 7-րդ աստիճանը ցածր է։ Եվ հնչում է այսպես. Սոլ լա սի դո ռե մի ֆա սոլ։ Հետևություն, որ 7-րդ աստիճանը միքսոլիդիական լադում ցածր է, 7 մինուս։ Էոլական լադը վերցնում ենք լա մինորը, ինչու նայեք առաջին տերցիան փոքր է, հետևաբար մինոր կլինի։ Լա սի դո ռե մի ֆա սոլ լա, լա սի դո ռե մի ֆա սոլ լա։ Էոլական լադը նույն ձև։ Լա սի դո ռե մի ֆա սոլ լա։ Ուրեմն էոլական լադը լիարժեք համապատասխանում է մինոր լադի կառուցվածքին։ Հնչյունաշարի սի աստիճանից կառուցվող լադը կոչվում է լոգրիական։ Իսկ տեսնում եք սիից տերցիա, եթե կառուցենք փոքր տերցիա, ուրեմն սկզբից կկառուցենք սի մինոր լադը, հետո նոր լոգրիական լադը։ Սի մինորը երկու նշան ունի՝ ֆա դիեզ եւ դո դիեզ։ Սի դո դիեզ ռե մի ֆա դիեզ սոլ լա սի։ Դո դիեզ ֆա դիեզ։ Լոգրիական լադը հանում ենք դո դիեզ եւ ֆա դիեզը, ստացվում է սի դո ռե մի ֆա սոլ լա սի։ Այսինքն մինոր լադի համեմատ լոգրիական լադում երկրորդ աստիճանը ցածր է եւ 5-րդ աստիճանն է ցածր։ Ահա 5-րդ աստիճանը մինուս ցածր է։